Խոսում է Բաքուն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է ավիացիայի մասին եւ պետական турքի մասին օրենքներում փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն ընդլայնվում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում ծառայությունների համար գանձվող պետական турքերի ցանկը։ Այսպես, անօթաչու թռչող սարքերի շահգործման վկայականի տրամադրման համար վճարը կկազմի 15 մանատ։ Ավիացիոն անձնակազմին վկայականների, լիցենզիաների կամ վկայականների տրամադրման վճարը 15 մանատ։ Աթսերների գրացման վկայականի տրամադրման վճարը 10 մանատ։ Շահգործման օպերացիոն թույլտվությունը 10 մանատ։ ԱԹՍ ակումբներին կամ ասոցիացիաներին թույլտվությունների տրամադրման վճարը 10 մանատ։ Ադրբեջանում 2025 թվականի հունվար-մայիսին բնակչության ավանդական դրամական եկամուտները կազմել են 34 միլիարդ 400 միլիոն մանատ, ինչը 69%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է պետական վիճակագրական կոմիտեն։ Վիճակագրության համաձայն հաշվետու ժամանակահատվածում բնակչության մեկ շրջի հաշվով եկամուտը աճել է 65%-ով։ Պարտադիր վճարումներից հետո բնակչության զուտ եկամուտը կազմել է 29 միլիարդ 687 միլիոն մանատ, ինչը 69%-ով ավելի նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջապարովը հանդիպել է նավթ արտահանող երկրների կազմակերպության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալ-Խալիֆայի հետ։ Նախարարն այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Հանդիպման ժամանակ ստորագրվել է համագործակցության ոլորտները սահմանող շրջանակային փաստաթուղթ, որը ներառում է 2025-2030 թվականները։ Այն ենթադրում է աջակցություն արդյունաբերության, վերականգնող էներգիայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում պետական եւ մասնավոր հատվածի նախագծերին։ Այս կառույցի շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները կնպաստեն կլիմայական ֆինանսավորմանը, ներառական աճին եւ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը, գրել է Ջապարովը։ Իգրի Նախճիվան գազատարի աուդիտից հետո Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են բարձրագույն աուդիտի ոլորտում համագործակցության նոր փուլի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի հաշվիչ պալատի նախագահ Մեթին Եները։ Նրա խոսքով Իգրի Նախճիվան գազատարի կառուցման հագիծի աուդիտը տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվել անցյալ տարի ստորագրված արձանագրության հիման վրա։ Այս գործընթացին թուրքական կողմից մասնակցել է Բոթաշ ընկերությունը, իսկ Նախճիվանի կողմից Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը։ Այս նախագիծը երկու երկրների առաջատար պետական հաստատությունների առաջին համատեղ միջոցառումն էր եւ նպաստեց մեր հարաբերությունների ամրապնդմանը, նշել է Եները։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Ձեռնարկված համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ եւ հանգամանքներ այն մասին, որ 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։